Դե որ Սովետը փլուզվավ, այն ժամանակ ռուսերեն ասած «Семейный подряд», «Арендный подряд» նման բաներ կար էլի, ես էլ կենթանություն սիրող մարդ, աղբորս հետ հասել ենք մինչև Կաստրամա, «Сельская жизнь» նման կազետ կար, դրա մեջ բանը կարդալուց «Село, где вас ждут», այդպիսի հոդված կար էլի, ու գնացինք Կաստրամա այդ հասցեով։ Դենտեղ ման գալով բան են չկեդանք, այդ մեր տեղը չկեդանք, այն բանը չկար, ցելեր գուզեինք պահել։ Հետո եկանք բաբաս խորհուրդ չտվեց։ Գուզեինք Պալտավայր թայինք, էլ խորհուրդ չտվեց, չթողավ։ Ասեցին Հայաստանում էլի ադրբեջանները կերտան, ադրբեջանցիները, թուրքերը։ Այնտեղ էլ ազատ տարածքներ կան, այնտեղ կրնանք երթանք։ Եկա Համասի արդեն, Սարդենիս գյուղ, այն ժամանակ Գյոլլի էր, հետո վերափոխվավ Արդենիս։ Ստեղ ստեղծեցի իմը։ Բացի դրանից ասեմ, որ սեփականաշնորհված մի հատ հավիճուտ նույնիսկ ինձ չի հասել։ Լրիվ ես ինձ։ Դե վերջը հորթիկը կով սարքի, կովը նորից գլխականակ, աղբերներս Ռուսաստանից քանին դրամ կուղարկեին պես շատացրի։ Իմ այսօր գոյ եմ, ոչինչ։ Նաև բնությունն է շատ լավ է, ես նաև որսորդ եմ, բարիս բուն իմաստով որսորդ, որ նոր կար նաև պահ է և օգտվի, ու ստեղ արդեն ես լիջը բան տեսնելով կարասը բերեցի, կարասցուկ, քանի որ սազանը չաջեց, սազանը բերելուց, սազանը սկզբից բերեցի, 4 տարի սպասի, ոչ մի արդյունք, հետո դե լավ ասի, կարասը բերեմ, կարասը բերեցի, երկրորդ տարում արդեն արդյունքը ցույց տվեց, հենա գյուղացիք, այնքան է շատացել, որ գյուղացիք դաժե տանեն խոզերը կպահեի, այդ կան, ջրի հետ դուրս կթափվիր կարասը։ Ուտպես էսո խնդրեմ, մի հատ գեղեցիկ վայր։ Հիմա այլ արդեն աղաքին շատացրել եմ, գով, ոչխար, թռչուններ։ Ես եմ սիրել։ Հիմա այս տարի արդեն մեր դեղերքից մոդիկ տեղա է, լենգեր տեղա է, ստեղ խոզի ֆերմա դրեց։ Դե առաջի տարին ասի, գիտես ինչ կա այդ շերը, բանը, ոչ թե շերը, սկզբից ջուրն էր, գործարանի ջուրը։ Կարնա խանգարի, բաչը հեչ բանի չինի, մենակ ջուրն է, դա ասինք լավ, ջուրն է ջուրը։ Խոսքին 10 օրը մեկ էլ չլնի, ամիսը մեկ, այդ մարդը պետք է ախտահանի, այսինքն ինչ-որ քիմիական նյութով։ Հեմի քլորը չկա, քլորից 10 անգամ ուժեղ նյութեր կան, քիմիական, որն որ խնդրեմ ես տարի այդ արդյունքը տվեց, մի հատ զուգ լեջում չկա։ Ես առաջի վնասն է, հետո թե ինչ վնասի կբերի, արդեն չեմ կար ասեմ, այդ մասնագետները պետք է իմանան, ես չեմ կար ասեմ, որ նոր փաստ է, ես տեսնում եմ, որ եթե անցյալ տարի, նախ անցյալ տարի մոդենայինք լեջին, այս խոտերը, այս կանաշները, այսպես ոնց որ երար, այդ քանագի ձուգ էր ափերի հետ, հիմի ամենատակ լավ սեզոնն է, հիմա խնդրեմ, մերալ վիճակ է, մերած վիճակ, 2 տարի է ինչ արդեն ազգային պարկի կարգավիճակ ունի, այս լիջը, այս տարածքը, դե ինչու համար եմ ես խոսում, ինչի համար եմ ցավում։ 3 տարի առաջ ուրեմն ստեղ ավտոները բանով էր, ոնց որ իրար հեշտ չտային, այդքան ձգնորսներ գուքային, ստեղ լրիվ շարված, շատ սիրուն էր, չգիտեմ, ինձ համար սիրուն էր, թե ում համար ինչ կթվա սիրուն էր այն ժամանակ, քան թե այս մերած վիճակը։ Ուրեմն հիմա քանի որ այս պրոբլեմը կա, ես միակ չեմ կարա, չգիտեմ ինչ ձև լուծեմ, ու չեմ պատկերացնի, թե ով պետք է լուծի այս հարցը։ Ես այդ մարդու հետ մոտ եմ, բերանացի, բանավոր ասել եմ, տեսեմ երևի ֆինանսների հետ է կախված, այդ որ համար ինքը չի ուզենա, թե չի կերնա, այդ էլ չդեմ, եթե հնարավոր նույնիսկ իրեն ֆինանսով օգնեք, այդ կեղդաջրերը վերացվի, մեր իշխանությունն է, թե կառավարությունն է, թե ինչ որ մի հատ բարերար կլինի, չդեմ, չեմ կար ասեմ, ինչ ճանապարհով հնարավոր լուծել, բայց պետք է լուծվի, ափսոս է։ Մի 5 տարի հետո, եթե գլխականակն էլ ավելացավ, չդեմ, իմ կարծիքով, ստեղ կդառնա մի հատ լուժ, ռուսերեն ասած, խոզի կեղդաջրերով լի, ոչ թե գյուղ ապրիլ, այլ գյուղամիջով անցնել արդեն անհնար կլինի։ Այդ իմ կարծիքն է, չդեմ։ Եթե ճիշտ է, իսկ եթե ճիշտ է, որ պետք է լեցվի, դե թող լեցվի, ուրեմն հեշտ բան։ Իրոք համոզը ինչ-որ բան ասեք, որ գիտեք ինչ կա 5 տարի հետո ավելի շատ թռչնատեսակներ կլինեն, ավելի շատ կենթանական աշխարհը կշատանա, բազմանա այդ կեղտաջրերից։ Այդ դեպքում ռուսը չի սա, յամալ չու, всё թողտ պես մնա։